Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչներն են կամ իրենց այսպես ասած ստացվում է, բայց չի ստացվում, որ նրանց ձայների հանրագումարով ավելի շատ ձայները զուտ, ավելի շատ քվեարկեցին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների օգտին, քան քաղաքացիների։ Շատ լավ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պետք է վերադառնան եւ ազատ ընտրություններով նման ընտրություն լինի, մենք կընդունենք այդ ընտրությունը, բայց ես դրան չեմ հավատում։ Լավ, ուրիշ բան ասեմ։ Չէ, ես ձեր բոլոր հարցերը, լավ, մի րոպե, ձեր բոլոր հարցերը եկեք մի բանի իմի բերենք, հա։ Համապետական ընտրությունները եւ, ասենք, չգիտեմ, Սարիկ Մինասյանի ընտրությունը կամ որևիցե այլ համանքապետի ընտրությունները, դա թե խոսույթով, թե օրակարգով, թե տեխնացուով, թե իր ասելիքով, դրանք տարբեր բաներ են։ Տեսեք, 2021 թվականին մենք ընտրություններում եղել է համայնք, որ հավաքել ենք 80%, եւ նույն այդ համայնքում 25% ենք հավաքել տեղական ընտրությունների ժամանակ։ Եկեք տարբերենք, եւ նենց չի, որ միջև այս երկու ընտրությունները որևիցե այլ համայնքում այլ կուսակցության ներկայացուցիչ համայնքի ղեկավար չկա, ուստի եկեք իմի բերելով այս թեման ֆիքսենք հետեւյալը։ Ոչ, սա որևիցե, սա ես կլինի խոսեմ, սա որևիցե ձևով կապ չունի եւ չի կարող կապ ունենալ որևիցե այլ ընտրության հետ։ Սա Գյումրիի ընտրություններ, Փարաքյարի խոշորացված համայնքի ընտրություններն, որոնցից մենք հետևություններ ենք անում եւ անցնում ենք առաջ։ Գյումրիում ընտրել են Վարդան Ղուկասյանին, Մարտին Գրիգորյանին, Կարեն Սիմոնյանին, Ռուբեն Մխիթարյանին, թե Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Թե համ նրանց։ Իրանց դեմքով ընտրել են։ Նայ, ինչ որ չափ, այո, իմանալով, որ այդ մեկը ներկայացնում է, այս մի թևերն մյուսը ներկայացնում, մյուս թիվը գնայով ընտրել են իրենց, այո։ Այս գնայեք 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանին 21% երկրով մեկ ձայն չտվեցին։ Ուրիշ բան ասեմ, 21 թվականին մենք ընտրությունները հաղթեցինք, դրանից որոշ ժամանակ անց Բալասանյան դաշինքը Գյումրիում ավելի շատ ձայն հավաքեց, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավելի շատ ձայն է հավաքել, քան Բալասանյան դաշինքը այն 2021 թվականի 54%-ից հետո։ Հիմա այդ մաթեմատիկան ով ասենց քաղաքական բանով մեզ այդպես լավ բացատրելու, որ արդյոք դա չի նշանակում սա կամ անա։ Չէ, այդպես չի։ Այո, տվեք։ Գյումրու կառավարումը փաստորեն այսպիսով տուժելու է, ինչպիսի սցենար է հնարավոր կոմպրոմիսային, որպեսզի Գյումրու կառավարումը հետագայում այդպես չքաշքշվի։ Ում հետ կոմպրոմիս։ Իրանք այն 2-3-4 հոգին, որոնք որ իրար հետ միավորվել են եւ ի հեճուկս իրենց նախկինում արված հայտարարությունների, ի հեճուկս իրենց անցած ճանապարհի որոշել են այնուամենայնիվ ապահովել, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, գնացեք իրենց այդ հարցը տվեք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այնքան բան ինչքան արել է Շիրակի մարզի եւ Գյումրիի համար, երևի ցավոք սրտի չի հասցրել դեռ անել այլ մարզերի եւ այլ։ Այո, իհարկե։ Դե բա իհարկե, բա կարող է մենք ներողություն եմ, չեմ կարծում այդպես բան։ Ես չեմ կարծում, որ մենք դա արել ենք Վարդանի կամ ասենք մյուսի համար։ Իհարկե անելու ենք։ Տեսեք, Գյումրին մեր երկրի, մեր իշխանության, մեր բոլորի համար ամենավառ, ամենասիրուն, ամենաուժեղ լուսավոր կետերից մեկն է, ոնց կարանք չանենք, իհարկե անենք։ Խմբակցությունը հերթական կորուստ ունեցավ Իլեն Գաբրիելյանի նկատի ունեն եւ ձեր այն մի կորուստներից մեկը Հովիկ Աղազարյանը, որը խոստացել էր, որ ՔՊ-ի հետ համարժեք է քվեարկելու, ձեր վերաբերմունքով պայմանավորված փոխել է իր որոշումը եւ հիմա ի հակադարձ ՔՊ-ի է բանանելու, քվեարկելու։ Ինչ կասեք այս մասին։ Հիմա ինչ ենք անելու։ Ինչ վերաբերմունք փոխելու բան չկա։ Ես իրան վերաբերվում եմ ինչպես յուրաքանչյուր մարդա, որ ունի իր սխալները, ունի իր լավ կողմերը եւ վատ կողմերը, ոչ մի ձևով ինչ արձագանք եմ։ Ես չէ, պարոն Աղազարյանին ես որևիցե ձևով չեմ նեղացել, ընդհակառակը մշտապես փորձել եմ իրեն ամեն ինչով օգնեմ եւ իր այս կեցվածքը անկեղծ ասած իմ համար անհասկանալի է, բայց այնուամենայնիվ ես իր նկատմամբ բացասական, որ ասեմ տենց ինքը իմ համար տենց թշնամի է կամ հակառակորդ է, չէ, մեր նախկին գործընկերն է, որը իր ընտրությունը կատարել է իր բոլոր հետևանքներով։ Պատասխանել ենք դրան։ Չունի։ Էցի 44-օրյա բանի պատերազմի հանձնաժողովը նախաձեռնվել է մեր կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետը
գնացել է այնտեղ եւ ամեն ինչ պատմել է եւ այդ հանձնաժողովի գոյությունը եւ եզրակացությունը ամենաձեռնատու եւ ամենամեծ շահառուն Հայաստանի Հանրապետության այսօրվա գործող իշխանությունն է։ Պայմանավորված է ծավալով, պայմանավորված է կարևորությամբ եւ պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր բան պետք է, այսպես ասած, կրկնակի ձևով ստուգվի եւ դա այդ հարցով կարծում եմ ճիշտ հասցեատերը վարանգում։